Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն Արտուր, այսօր մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն մեր նահատակ եղբայրների, քույրերի հիշատակը ապրիլի 24-ն է եւ դեպի Ծիծեռնակաբերդ երթը չի դադարում, 3 ջահերով երթն էր, մենք տեսանք թե քանի տասնյակ հազարավոր նաև երիտասարդներ կային այդ երթի մեջ եւ տեսանք Արտուր թե ինչպես դեռ երթի ընթացքում չի սпасել որ երթը ավարտվի, որը 30 եւ ավել տարի անում է մի կուսակցության երիտ թե սա ընդամենը մեկ կուսակցության ակցիա է, որին միանում են բազմահազար մարդիկ եւ ուրեմն Նիկոլը տարածում է հայտարարություն, որ Թուրքիայի դրոշը վառելը դա սադրանք է եւ դա կառաջացնի լարվածություն եւ մենք տեսնում ենք, որ այդ ֆոնին երբ որ Ադրբեջանը պաշտոնապես որպես Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն հողին է հավասարեցնում Ստեփանակերտի գլխավոր մայր տաճարը Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը ի պատասխան լրագրողի հարցի ինչ որ կերպ արձագանքելու եք միջազգային կառույցներում այդ հարցը բարձրացնելու եք Նիկոլ ըստ էության ասում է ոչ դե դար պետք է նայել եւ այդ հարցը մի բան կարող եմ ասել որ չի դառնալու միջազգային հարթակներում մեր օրակարգ այսինքն մի հատ կուսակցության երիտթևի կողմից ինչ որ մի դրոշ այրելը ինքը տեղում դատապարտում է բայց պետության կողմից Ադրբեջան պետության կողմից մշակութային վանդալիզմը ասում եմ մենք դրան չենք անդրադառնալու հիմա Արտուր ուզում եմ այս ցեղասպանության թեման այսօր մի քիչ խոսենք եւ խոսենք ինչպես եւ ծրագրել էինք աղանդների մասին, որովհետեւ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, դա տիպիկ աղանդավորական միջավայր է։ Օրինակ հիմա դու որպես հայ արդյոք պահանջել ես 1.5 միլիոն ցեղասպանվածների ծննդականները, որպիսի համոզված լինես, որ 1.5 միլիոն մարդ իրապես նահատակվել է, ինչպես տարիուկես առաջ ասաց Նիկոլը։ Դե իհարկե շատ կարևոր կետերի մասին խոսեցիր Նաիրա ջան։ Այո, մենք այս ամենօրյա ռեժիմով ապրում ենք այս խայտառակությունը, այս անհաջող լրագրողի ամեն օր քննարկում ենք թե իր կնոջ գնալը, թե իր կնոջ հետ գալը, թե այստեղ սենց բան ասեց, այնտեղ այնց բան ասեց, իր աղանդի անդամները սենց արեցին ամեն օր եւ սա իսկապես շատ դժվար է, մարդու ներվերը իսկապես մաշվում են, նախ եթե նա այդպիսի ձևով արձագանքում է Թուրքիայի դրոշի այրելուն, նա ինչու ոչինչ չի ասում, երբ Հայաստանի դրոշի վրա ոտեր է սրբում մեր հարևան պետության ղեկավարը վերջերս քեզանից իմացա որ ինչ որ պար էր երբ երիտասարդները պարում էին եւ ոտները սրբում էին Հայաստանի դրոշի վրա իսկ դրա մասին Ադրբեջանի դեսպանը Հայաստանում ինչ որ բան ասեց երևի ոչ մենք պետք է հասկանանք մենք ապրում ենք Հայաստանի ինքնավար մարզում Ադրբեջանի կազմում որտեղ մեր ղեկավարությունը հրամաններ է ստանում Բաքվից այսինքն մենք հիմա Ադրբեջանի ինքնավար մարզ ենք պետք է շնորհավորել մեր սեկտանտներին Հիմա ցեղասպանություն եղել է մի քանի անգամ, շատ անգամ, ցավոք սրտի մարդկության պատմության մեջ մենակ 20-րդ դարի մասին խոսելով իհարկե եղել է հոլոկոստը, այդ սարսափելի բարբարոս ոչնչացումը Եվրոպայի հրեաների 6 միլիոն մարդ ամենավայրենի ձևով քիմիական զենքի օգտագործմամբ, գազի օգտագործմամբ սպանվել է, դա ճանաչվել է եւ Գերմանիան փոխհատուցում է մինչեւ օրս Իսրայելին եղել է նաեւ Կամբոջայի ցեղասպանությունը Պոլ Պոտի ժամանակ Ռուանդայի 2 միլիոն մարդ Ռուանդայի ցեղասպանությունը 900,000-ից 1 միլիոն տուցիներ կտրտվեցին ուղղակի մաչետեներով եւ ամբողջ ցիվիլ աշխարհը հանգիստ նայում էր դա հերոստատեսությունով մոտ 1 ամիս ես այդ ժամանակը լավ հիշում եմ բայց չի եղել որևէ ցեղասպանություն պատմության մեջ երբ ցեղասպանված ժողովրդի այսպես կոչված ղեկավարը ինքը կասկածի տակ է դրել իր սեփական ժողովրդի ցեղասպանությունը եւ իր այս խունտան ասել է որ մենք դեռ չգիտենք պետք է դեռ հաշվենք երբ որ մենք ունենք թվերը Լորդ Բրայսից ունենք թվերը տարբեր կարող եմ իհարկե սրա մասին խոսել եթե ուզում ես տարբեր արտասահմանյան ամերիկյան, անգլիական, անգամ գերմանական աղբյուրներից իսկ Գերմանիան
Թուրքիայի դաշնակիցներ, անգամ գերմանացիները գրում են այդ վայրագությունների մասին։ Իսկ մեր սեփական ժողովրդի, մեր սեփական այսպես ասած ղեկավարը դա կասկածի տակ է դնում եւ փաստորեն մի մարդ, որը գրեց իր ձեռքով հայոց ցեղասպանության վերջի էջը կամ նախավերջի էջը, Աստված չտա, իր ձեռքով հանձնեց Ղարաբաղը, երբ որ կար նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որով այնտեղ մնում էին հայերը, այո, ենթարկվեց Արևմուտքի հրամանին, որպեսզի Ռուսաստանը հանել տարածաշրջանից, որ ռուսները դուրս գան Ղարաբաղից, նա հանձնեց Ղարաբաղը եւ ինքը խոստովանեց, նա ասեց ես արեցի դա, որ արտաքին ուժերը դուրս գան ռեգիոնից, նա ինքը ասեց դա։ Այսինքն մենք դառանք առաջի օրինակը պատմության մեջ, երբ մեր այս խմբի ղեկավարը ինքը կասկածի տակ է դնում իր սեփական ժողովրդի ցեղասպանությունը, երբ ինքը լուր հանգիստ նայում էր, թե ինչպես էին հարձակվել Ղարաբաղի վրա եւ ղարաբաղցիներին մենակ թողեց, բինոկլով էին նայում, Հայաստանից բինոկլով նայում էին Արցախի բնաջնջմանը։ Հետո իրանց մեղադրեց, որ նրանք չեն կռվել։ Այսպիսի բան պատմության մեջ չի եղել։ Պատկերացրեք հрьяաները Իսրայելի ղեկավարությունը, ասենք դիմեր Վարշավայի գետոյի ապստամբներին, հрья ապստամբներին, ասեր նախ սա մեր խնդրը չի, դες ինչ ուզում եք արեք, ուզում եք սպանվեք, մորթվեք, ինչ ուզում եք արեք, սա մեր գործը չի, երկրորդը դուք եք մեղավոր, դուք ինչու չեք կռվել։ Այսպիսի բան չի եղել պատմության մեջ։ Եվ մենք դառանք այն հասարակությունը, որը այս մարդուն երկու անգամ ընտրեց։ Սրանից ավելի ամոթալի բան ես չեմ կարող պատկերացնել, եւ իրեն հաջողվեց մի բան, որը չհաջողվեց ոչ մոնղոլներին, ոչ սելջուկներին, ոչ թուրքերին, ոչ պարսիկներին, թայաթափել Ղարաբաղը։ Այսպիսի բան հազարամյակներով չի եղել եւ այս մարդը իրեն թույլ է տալիս գնալ ինչ որ ճառեր արտասանել, մեզ համեմատել Սինգապուրի հետ, այսինքն փողոցի բեսեդկայի խոսակցություն։ Պարզ է, մարդ չունի ոչ մի կրթություն, իր ժողովրդին ատում է, ինքը լինելով աբիժնիկ, իր ժողովրդից իր վրեժն է լուծում, եւ մենք դառանք առաջի ազգը, որը այսպես խայտառակ ձևով իր սեփական ժողովրդին հանձնեց, հետո մեղադրեց, հետո մի հատ մատ թափ տվեց գորգորած այդ կնոջ վրա։ Այսպիսի բան չի եղել պատմության մեջ։ Ես ուզում եմ շնորհավորել մեր սեկտայի անդամներին, դուք արժանի եք ձեր ղեկավարին, դուք արժանի եք ձեր ղեկավարին։ Արտուր ջան, նախ ասեմ, որ քիչ առաջ Նիկոլը Ծիծեռնակաբերդում էր, այդ ամենը ուղիղ եթերով հեռարձակվում էր մեր բոլորի գումարներով սնվող եւ գոյատևող հանրայինով, բայց հենց Ծիծեռնակաբերդ հուշահամալիրին մոտեցավ վեհափառ անմիջապես, ուրեմն այդ հատվածը չհեռարձակվեց, բայց ուզում եմ, քանի որ ինչ որ մի հատ սպիչ է, հա տեքստ է ինքը գրել, որ մենք պիտի այս գուրգուրենք 29742 սա է մերը, այսքան կիլոմետր է, մենք չպիտի գնանք ոչ իրական Հայաստանների հետևից, սա եւ փորձ արվում հանրային գիտակցության, ինչպես նաև համաշխարհային լսարանին ինչ որ սխալ կոդեր ուղարկել, որ այս ջահերի երթերով, այս ակցիաներով պահանջելով ցեղասպանության ճանաչում մենք ըստ էության ինչ որ տարածքային հավակնություններ ունենք Թուրքիայից, ինչը հասկանալի է, չէ, որ համաշխարհային establishment-ի համար չի կարող ընդունելի լինել։ Երբ որ մենք ասում ենք, մենք պիտի հարգենք մեր զոհերի հիշատակը, երբ որ ասում ենք, որ Գերմանիան շատ ավելի հզորացավ եւ ճանաչեց, երբ այն ժամանակ, երբ ճանաչեց իր կողմից իրականացված հрьяաների ցեղասպանությունը եւ այս ճանաչման քաղաքականությունը, որ ի վերջո Թուրքիան եւս ճանաչի, սա պիտի շարունակվի լինել մեր արտաքին քաղաքականության մեջ, միգուցե ոչ ամենաառաջի, հա, խնդիրը, բայց արտաքին քաղաքական օրակարգի կարևոր առանցքներից մեկը հիմա Նիկոլը փորձում է տրանսֆորմացնել, որ մենք երևի ուզում ենք Թուրքիայից տարածքային պահանջներ ունենք եւ աշխարհին ասում է եկել եմ ես խաղաղասերս, ես Դոն Կիխոտս, ես
Բայց այն բանը կոտ Լեոպոլդս խաղաղասեր давайте жить дружно, բայց տեսնում եք Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր ուզում են գնան Ստամբուլը դարձնեն արյանցով եւ այլն, ոնց հասնել էլի միջազգային հանրությանը նաեւ, որ դուք ինքներդ մշտապես դատապարտել եք ցեղասպանությունները եւ դուք ինքներդ մշտապես ասել եք չդատապարտված ցեղասպանությունը, չճանաչված ցեղասպանությունը դա դուր է նոր ցեղասպանության։ Այս մարդը երևի մի օր որ սուտ չասի, նաեւ լավ չի կարողանալու օրը անցկացնել, թող այս անհաջող աբիժնիկ չստացված լրագրողը եւ մանավանդ չստացված երկրղեկավարը չհաջողված, որի մոտ ոչ մի բան չի հաջողվում, թող նա այս հարցերից հեռու մնա, նա որևէ գործ չունի, առանց անգամ կրթություն ունենալու այս հարցերի մասին նա թող չխոսի, մեր ղեկավարներից որևէ մեկը անցյալում տարածքային որևէ պահանջներ չէր ներկայացրել, մեր բոլոր ղեկավարները ասում էին, որ մենք չունենք ոչ վրեժխնդրության ինչ-որ նպատակ, ոչ ուզում ենք ատելության մեջ ապրել Թուրքիայի հետ, մենք պարզապես ուզում ենք ընդունել այն ճշմարտությունը, այն ինչ որ եղել է մեր ժողովրդի հետ եւ խոսել Թուրքիայի հասարակության հետ հարգանքով առանց ատելության։ Ես ունեմ Թուրքիայում շատ եւ շատ ընկերներ եւ բավականին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք որևէ խնդիր չունեն հանգիստ ընդունելով, որ այո, այսպիսի բան է եղել, կներեք մեզ, ներեցեք մեզ, մենք այսպիսի բայց քանի թուրք մտավորական ընդունեց դա, եկավ նույն ցեղասպանության հուշահամալիր, այսինքն բազմաթիվ թուրք մտավորականներ այդ մասին խոսել են, գրել են, գրքեր են գրել եւ ընդունել են ցեղասպանությունը եւ Թուրքիայի ղեկավարներին մշտապես կոչ են արել ճանաչել եւ ազատվել պատմական այդ բեռից եւ ճանաչումով դառնալ քաղաքակիրթ աշխարհի մաս, մենք տեսնում ենք, որ այստեղ մեզ կոչ են անում այդ մասին չխոսել, այդպիսի բաներ չանել եւ ընդհանրապես տեսնել թե ինչ կարանք էլի, ինչ կարանք տանք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ թողնեն այդ փոքր մնացած ինչ որ մի կրճոններում ապրել։ Սա արդյոք բերելու է նրան այս ամեն ինչ զիջելու քաղաքականությունը, որ Ադրբեջանը օրինակ նոր պահանջներ չներկայացնի Հայաստանին։ Ես չեմ կարծում։ Դու Պատասխանեմ քո հարցին, Նայրա ջան, 2 օր առաջ ես մինչև ուշ գիշեր նստել էի, որոշ դիվանագիտական փաստաթղթեր էի նայել, պատասխանեմ քո հարցին։ Այս աբիժնիկը ասում է, որ մենք պետք է էլի զիջենք եւ մեր անվտանգությունը կապահովի ինչ որ կադաստրի թուղթը կամ ինչ որ վկայականը, այդ իր այդ փողոցային, այդ մանկապարտեզային խոսքերը բոլորս հիշում ենք։ Այսինքն, երբ որ մենք կնքենք ինչ որ պայմանագիր ստորագրենք, կլինի խաղաղություն։ Ուրեմն ես նայեցի, չալարեցի 1917 թվականից մինչև 1923 թվականը կարող ես գուշակել, քանի պայմանագիր ա կնքվել Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ արևմտյան դաշնակիցների միջև հարավային Կովկասի վերաբերյալ։ Դե գուշակի, քանի պայմանագիր 5 տարվա ընթացքում։ Երևի մոտ 20, չէ, պայմանագիր։ Շատ մոտ ես, 18։ Այո, եւ քանիսն ա գործել։ 18-ից 13-ը միանգամից խափանվել են, չեն իրականացվել, չեն գործել, 18-ից 4-ը դա այն պայմանագրեր էին, որով Հայաստանը լքվում էր, Հայաստանի դաշնակիցները իրեն լքում էին եւ Հայաստանը ստիպված էր 5 անգամ հանձնվել։ Կրկնում եմ, 18 պայմանագիր, 13-ը միանգամից փլուզվեցին, չհաջողվեցին, եւ 5 անգամ Հայաստանը հանձնվել էր։ Օրինակ, հեսա շուտ կարդամ, 17 թվականի դեկտեմբերի Էրզինջանի զինադադարը, 18 թվականի մարտի Բրեստ-Լիտովսկը, 18 թվականի հոկտեմբերի Մուդրոսի պայմանագիրը, 19 թվականի օգոստոս, 19 թվականի հունիս, 19 թվականի հոկտեմբեր, 19 թվականի նոյեմբեր, 20 թվականի ապրիլ, 5 պայմանագիր եւ 5 զինադադար հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, 20 թվականի օգոստոս,
20 թվականի օգոստոսի մեր շատ սիրած Սևրի պայմանագիրը, որի մասին դեռ զառանցում ենք, 20 թվականի Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, Հայաստանի կապիտուլյացիան, Հայաստանը ոչնչացվում էր, Մոսկվայի պայմանագիրը 21-ի, Կարսի պայմանագիրը 21-ի, Անկարայի պայմանագիրը 21-ի, որով Ֆրանսիան մեր շատ սիրելի բոմբոն սիրող հանձնեց Կիլիկյան թուրքերին, այնտեղ 120,000 թե 150,000 մարդ նորից ցեղասպանվեց, երկրորդ անգամ, առաջինը քիչ էր, եւ 23 թվականի Լոզանի պայմանագիրը, որով եվրոպական պետությունները բացարձակ մոռացան եւ Սևրի պայմանագրի մասին եւ անգամ չկարողացան հայերի համար պահանջել մշակութային ավտոնոմիա։ 18 պայմանագրից 13-ը միանգամից խափանվել են, չեն իրագործվել եւ 5 անգամ Հայաստանը գնացել է զիջումների եւ կապիտուլյացիայի, հանձնվել է եւ 4 անգամ Հայաստանին լքել են իր դաշնակիցները։ Այսինքն ամեն 6 ամիս նոր պայմանագիր է ստորագրվում, իսկ վերջ դրա հետևանքը այն էր, որ Ալեքսանդրոպոլում Հայաստանից մնում էր մենակ Երևանի եւ Էջմիածնի ինչ-որ շրջանները 10,000 քառակուսի կիլոմետր եւ մենք այլևս պետություն չէինք։ Արտուր ջան, շարունակելով հավակնությունները, որ Ադրբեջանը այդ քո ասած այդ կադաստրի վկայականից հետո հավակնություններ չի ունենալու, վերջերս իմ ընկերները եվրոպացի ինձ պատմեցին, որ Ալիևի դուստրը Լեյլա Ալիևան նույնիսկ գիրք ա գրել, հիշում ես այդ ինչ-որ անհասկանալի հայացքով, ինձ թվում է անընդհատ ինչ-որ հատուկ թմրադեղերի ազդեցության տակ գտնվող այդ սուբյեկտը գիրք ա գրել Արևմտյան Ադրբեջան եւ Վիզիտիլի մեր ամբողջ տարածքները, այդ թվում Երևանը, այդ գրքում Լեյլա Ալիևայի գրքում ներկայացված է որպես Ադրբեջանի տարածքներ եւ նորից ուզում եմ հիշեցնել Ադրբեջանի ղեկավարի խոսքը, որ Ղարաբաղի հարցը խնդիրը լուծելուց հետո Ադրբեջանի արտաքին օրակարգի թիվ 1 խնդիրը մեր պատմական հողեր, Արևմտյան Ադրբեջան, 300,000 ադրբեջանցիների եւ նրանց մոտ 1 միլիոն դարձած, ուրեմն սերունդների վերադարձն է, իրանք բազմապատկել են իրանց ճտերը, որ այս 34 տարում դարձել են 1 միլիոն եւ ավելի։ Հիմա այդ խաղաղության պայմանագրով, երբ որ Հայաստանի ղեկավարը ասում է, որ որևէ պարագայում չպիտի խոսք լինի արցախցիների Արցախ վերադարձի մասին, իսկ Ալիևը ասում է, մեր թիվ 1 օրակարգը Արևմտյան Ադրբեջանը, այսինքն Հայաստանը, ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Կա համաշխարհային պրակտիկայում խաղաղության այսպիսի մոդել, երբ մեկին պարտադրում են զիջել ամեն ինչ, իշաղ մյուսի օրակարգին, միգուցե կա, ես տեղյակ չեմ, դու տեղյակ ես։ Եթե մեզ համեմատել ֆաշիստական Գերմանիայի հետ կամ միլիտարիստական Ճապոնիայի հետ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իդեպ Ադրբեջանի ղեկավարը պարբերաբար ասում է, որ մենք ֆաշիստական պետություն ենք եւ սրա բանակը, այն թողից բաց թողած փոքրիկ շնիկների բանակը, նրանք սկսում են ձայն տալ միայն երբ որ, ասենք Սոլովյովն է ինչ-որ բան ասում, կամ մենք ենք ինչ-որ բան ասում, երբ որ հարևան պետության ղեկավարը ասում է, որ մենք ֆաշիստական պետություն ենք, նրանք ասելու բան չունեն։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ մենք ֆաշիստական Գերմանիայի պես կապիտուլյացիա ստորագրեցինք, այո, կարող են մեր կողքի մեր հարևան պետությունները Հայաստանում ինչ ուզեն անեն, բայց անգամ Գերմանիայում բնակչության որոշ վայրերում այո բնակչության փոխանակություն եղել էր, օրինակ Սուդետենլենդում, որի մասին շատ անգամ խոսել ենք, բայց ամբողջ Գերմանիան վերաբնակեցնել այսպիսի հարց չէր կանգնած։ Հիմա այդ գիրքը Նաիրա ջան, որ մենք բոլորս Արևմտյան Ադրբեջան ենք, տար եւ եկեք տանենք եւ տանք այդ 25%-ին, որը իրան ասում է մեռնեմ ջանի, որ բանա ոչ խարամորթուն ոտների տակ, ասում է ես քո հետ կգնամ դժոխք։ Փիփեր թեփե մարիկեր ազիզ, Փիփեր թեփե մարիկեր ազիզ երեք էր ասում։ Միկին, հա, վայ ազիզ, Փիփեր թեփե մարիկեր, լսում ես ազիզ, հասկանում եք, ես հիմա ուզում եմ որ մենք սահուն, հա Քո ասած Նաիրա ջան, քո ասած բանն է, իր ընտրազանգվածնա ցավոք սրտի դեռ 20-25% այս հիվանդության զոհն են դարել, որևէ աշխարհում, որևէ երկիր երկու անգամ չի ընտրել պատերազմում պարտված, 5000 տղա սպանած, պատերազմը չկանգնեցրած, Ղարաբաղը հանձնած,
այսպիսի ղեկավարին, այսպիսի բան չի եղել պատմության մեջ։ Բայց ցավոք սրտի դե մենք խոսացել ենք սրա մասին, եթե ուզում ես խոսենք, մեր ժողովրդին նախ հասցրեցին, սա մի օրում չի արվել։ Տարիներով մինչև ոսկոր այնց քերեցին մեր փոքրիկ հանրապետությունը, որ մեր ժողովուրդը հիմա ասֆալտա տեսնում ու երջանկությունից չգիտի ինչ անի, կամ մանկապարտեզա տեսնում ու ուրախանում է։ Մարդկանց հասցրել են եւ օգտագործելով այդ վիճակը, մեր ժողովրդի վիճակը, Թուրքիան եւ Արևմուտքը շատ խելացի ձևով մեր ժողովրդին դարձրեցին այս աղանդի անդամ։ Ինչպես արդեն խոսացել ենք, երբ մարդը մեծ ստրեսի մեջ է կամ մեծ դժբախտության մեջ է, հենց այդ պահին աղանդավորները իրեն կարողանում են դարձնել աղանդի անդամ, որովհետև նա իր դիմադրությունը շատ ցած իմունիտետը ընկած է եւ ինքը պատրաստ է, շատ սահուն եկանք այդ կարևոր խնդրին, բայց միջետ երբ որ ասում ես Ալիևը անընդհատ ասում է ֆաշիստ, Ալիևը իմ ներկայությամբ, երբ որ իրենք մեզ հրավիրեցին Բաքվում, պատկերացրեք ինչքան պիտի քինախնդիր լինի երկրի ղեկավարը, որ Միլի մեջլիսում նստած ենք մենք, նստած է հայկական պատվիրակությունը, նստած եմ ես եւ թվում է թե հյուրընկալող կողմա, չէ, Բաքուն ամբիոնի մոտենում է Իլհամ Ալիևը, ցույց է տալիս մեզ, կոնկրետ ինձ սենց ձեռքով եւ իմ մյուս գործընկերներին ասում է, ահա այստեղ նստած են ֆաշիստները, ովքեր բղծել են իմ պապերի գերեզմանը, այնպես որ իրենք միջև հիմա շարունակում են մեզ համարել ֆաշիստ, Ալաշուքյուր Փաշազադեն Ադրբեջանի հոգևոր հովիվը շարունակում է հայ առաքելական եկեղեցին համարել ֆաշիստական կառույց եւ վտանգ տարածաշրջանին, բայց քանի որ մենք տեսնում ենք, որ Նիկոլը ամեն շաբաթ կիրակի եւ աշխատանքից հետո ընկած դռնեդուր, իրան տենց փիփեր թեփող, արի գրկե մազիզ, պաչիև, հետո երեկել ինչ որ սենց այսպիսի բաներ էր անում մանկապարտեզի երեխաների հետ, Արտուր ջան, ես ուզում եմ, որ մենք խոսենք մի քիչ, որովհետև դու էլ շատ կարևոր դիտարկում արեցիր, երբեն չէ, ես նորից եմ կրկնում, բնավ միտում չունեմ ժողովրդին վիրավորելու, երբ են մարդուն կարողանում ներքաշել տարբեր, այդ թվում վտանգավոր տոտալիտար աղանդների մեջ, երբ մարդը կորցրել է հարազատ, օրինակ, եւ նրան ասում են դու արի այս սեկտան եւ դու քո զավակին կտեսնես, ինքը գալու է եւ նույնիսկ օր են ասում, ժամ են ասում, մենք խոսեցինք նախորդ անգամ, այն սեկտան, որ գնացին եւ ինքնասպան եղան, այդ թվում երեխաներին թույն տվեցին, այսինքն երբ կարողացավ այս նիկոլիզմ, տոտալիտար աղանդը, իսկ ես սա նորից եմ ասում, նիկոլականներ, ձեզ բնավ վիրավորելու համար չեմ ասում, ես որպես լրագրող երկար տարիներ ուսումնասիրել եմ, թե ինչ մեխանիզմներով են աշխատում աղանդները, սեկտաները, այն ինչ որ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, դա տիպիկ աղանդավորական օրակարգ է եւ դուք, որ ներքաշված եք այդ աղանդի մեջ, այն խաղի կանոնը, որով դուք այսպես կարճած եք ձեր գուրուին, դա տիպիկ աղանդավորական բնութագիր է։ Ինչ կասես այս կապակցությամբ։ Բացարձակ ճիշտ է, Նայրա ջան, ես մասնագետ չեմ, քանով ես գիտեմ, որքանով ես տեսել եմ, երբ մարդը ապրում է մեծ շոկ, մեծ կորուստ, տերիմը ասենք մահանում է, Աստված չկա։ Մեծ հիասթափություն, ինչպես էս 30 տարիներին եղավ, պիտի անկեղծ ասենք։ Հիասթափություն, այո, ցավ, հիասթափություն։ Իդեպ տեսնում ես, չէ՞, մեր հանրապետությունում ոչ ոք, ոչ մեկի, ոչ մի արածի համար պատասխանատվություն չի ընդունում։ Ոչ ոք չի ասում, հա, սխալվել եմ, կներեք, այս հարցում ես սխալվել եմ։ Ոչ, տենց բան չկա։ 35 տարի ամեն ինչ հրաշալի է մեր մոտ, ոչ ոք հանկարծ չփորձեց ինչ որ մեկին քննադատես, հարցակում են վրետ։ Նույն սխեման է։ Հիմա օգտագործելով մեր ժողովրդի այդ ցավը, այդ երկար տարիների անարդարությունը, այո, թալանը, այո, կոռուպցիան, այդ ամեն ինչը օգտագործելով նրանք ժողովրդին ներքաշեցին այս աղանդի մեջ։ Մենք բոլորս կողմ ենք, ես 35 տարի խոսել եմ կոռուպցիայի մասին։ 90-ական թվականների սկզբից խոսել եմ, որ կոռուպցիան Հայաստանը ոչ հիմա կոռուպցիան ինչ մակարդակի է։ Հիմա այդ նույն սեկտանտները ինչի չեն խոսում, նայում ենք մարդով, վարկով, պիլիսոս էր վերցնում, դղյակը նայում ես, ասում ես, սա ոնց, ինչի այդ սեկտայի անդամները դա չեն տեսնում, երբ որ ես նայում եմ այդ սեկտանտներին,
որտեվ դա նրանք ձևը գտան, կոչում են պարգևավճար, այսինքն մեր նախկին ղեկավարները չէին ֆայմել, կներես այս բառի համար, չէին ֆայմել, որ այդ փողը պետքա ուղղակի անունը դնեք պարգևավճար։ Օրինական խողովակով բերել այդպես տալ, անունը դնել պարգևավճար, ասել ես ինձ ամիսը 15 միլիոն դրամ պարգևավճար եմ տալի եւ բնականաբար այս կարգի պարգևավճար ստացողը, որտեվ ես որ նայում եմ Նիկոլի հետևորդների պարզաբանումներին, երբ նրանց հարց են տալիս, ասում են, բա չեք տեսնում Արարատ Միրզոյանի սրա նրա այս դղյակները, իրանք որ նախկինի որևէ դրա 0.0%-ի դեպքում իրանք բմբուլները քամուն կտային, հա, հիմա ասում են, բա ինչ ա եղել, բա աշխատել են, պարգևավճար են ստացել, պիտի ունենան, այսինքն այս մարդիկ բերեցին, այդ ամենին տվեցին այսպես կոչված կիսա լեգիտիմության շղարշ, բայց ուզում եմ վերադառնանք այդ աղանդին, որովհետև մենք պիտի անկեղծորեն ընդունենք, որ այս մարդկանց ձայնը քվեարկության ժամանակ հերթական անգամ լինելու է որոշիչ, իսկ դա նշանակելու է, որ քո ասած մենք ինչ-որ տենց ինքնավար, ինչ-որ մի հատ հայկական անունով, մարզի կարգավիճակով, ինչ-որ վիլայեթի կարգավիճակով ենք լինելու, որն է ճանապարհը այս մարդկանց հետ աշխատելու, ես նայում եմ երեք վերջի օրներ կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու ուրեմն ընտրական ցուցակները, մեր ընդդիմադիրները այսենց երգելով, պարելով, բանտիկներով, չգիտեմ քիչ էր մնում մի հատ էլ շամպայն տրակացնեին, երեկոյան մակիաժով, պրիկիդներով գնում էին կենտրոնական ընտրական իրանց մանդատի, ապագա մանդատի բույրը վայելելով։ Բա այս մարդկանց հետ Արտուր ոնց պետք է աշխատեն, ով պետք է աշխատի, որ մարդը հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս, որ մարդը որ գնալու է ընտրատեղամաս, գնա եւ հասկանա թե ինչ է դրված զոհասեղանին։ Եթե մեր ընդդիմությունը այս վիճակում է, ինչ ենք ուզում մենք ժողովրդից։ Այո, ճիշտ է, ժողովրդին մեղադրել դժվար է, քանի որ ժողովուրդը մի քանի տարի է ասում են նույն բանը, մարդիկ ասում են նույն բանը, մեզ այլընտրանք տվեք եւ մենք ձայնը կտանք այդ այլընտրանքի։ Որոշ մարդիկ, այո, այլընտրանք են, այո, կան, բայց ես չեմ հասկանում անցյալից եկած մարդիկ ինչու են կանգնում նրանց կողքը, ինչու են վերադառնում նույն մարդիկ, ովքեր եղել են պարտության խորհրդանիշ։ Սրա մասին շատ անգամ խոսել եմ, չկրկնվեմ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ իրենց այդ պարերին, այդ ինձ ուրախությանը, գիտեք, եթե հաղթելու են, թող պարեն, թող ուրախանան, խնդրեմ, թող հաղթեն, բայց թող զգուշ վերաբերվեն, թող զգուշ խոսեն ժողովրդի հետ, որպեսզի ժողովրդի մոտ էլի այդ կասկածը չառաջանա, որ վերադառնալու ենք անցյալին, վերադառնալու ենք այն բոլոր անարդարություններին, որոնք եղել են, որովհետև ժողովուրդը դա չի ընդունում։ Եվ որքանով ես հասկանում եմ քեզանից, 40 թե 50%-ը մարդկանց 48%-ը 40-ից, այո, դա շատ ծանր ցուցիչ է։ Բոլոր հարցումներով մոտ 50%-ը ասում է, որ ինքը որևէ մեկին այս առաջադրված ոչ Նիկոլին, ոչ էլ ընդդիմության դաշտի որևէ տեխնացուի չի քվեարկելու եւ ամենայն հավանականությամբ ընտրություններին չի մասնակցելու, իսկ եթե մասնակցության շեմը եղավ ցածր, այսինքն 50-ից ավել չեղավ մասնակցության շեմը, ուրեմն մենք կարող ենք ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնությամբ վերարտադրվելու իր սպառնալիքը շատ հանգիստ կարող է կյանքի կոչել։ Ոնց անենք, որ մեր ընդդիմադիրները կարողանան նախ իրար չհարվածել եւ երկրորդ կարողանան այդ ուժերը, ովքեր նույնիսկ մոտ չեն անցողիկ շեմին հասկանան, որ գնալով եւ ընդամենը բավարարելով իրենց ամբիցիաները, որ միտոժը ասետրինա, կներես այս բառի համար, իրանք դրանով ուրեմն ավելացնելու են Նիկոլի քվեն։ Շատ պարզ, մենք արդեն խոսացել ենք, կոչ ենք արել եւ նորից կոչ կանենք։ Պետք լինի անուններով կասենք, այն բոլոր
մարդկանց եւ բոլոր կուսակցությունների, որոնք չեն անցնում 4%-ի շեմը։ Անուններով կասենք եւ ոչ սուբյեկտիվ, կվերցնենք ուղղակի հարցումները եւ կասենք սիրելի ժողովուրդ, նայեք այս թվերին։ Այս մարդը ունի 1%, այս մարդը ունի 0.5%, այս մարդը ունի 1.7%, նրանք 4%-ը երևի չեն անցնելու։ Մեր կարծիքով իրանց պետք չի ձայն տալ, որովհետեւ այդ ձայները գնալու են այս ռեժիմին։ Ու այս տանջանքը, այս կաշմարը շարունակվելու է ամեն օր։ Մենք արդեն ի վերջո երևի անուններով ասենք, այս մարդկանց ձայն մի տվեք խնդրում։ Այո, կհանենք հաջորդ մեր զրույցի ժամանակ, պարզ, դա որ չլինի սուբյեկտիվ, սոցիոլոգիական 3 տարբեր կազմակերպությունների հարցումներ կդնենք եւ կկարդանք եւ որպես ամփոփում նորից ուզում եմ այսօրվա խորհրդին գալ, ես էլ Արտուրն էլ սիրելի հայրենակիցներ, մենք երբեք չենք կարող պատերազմի կողմ լինել, մենք կողմ ենք, որ մեր հարևանների եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք ունենանք adekvat հարաբերություններ, ինչպես օրինակ 100-ամյա արյունալի պատերազմից հետո այդպիսի հարաբերություններ ունեցան իմ սիրելի Ֆրանսիան եւ իմ սիրելի Գերմանիան եւ ես շատ ուզում եմ, որ մի օր իսկապես Թուրքիան լինի այնքան ժողովրդավար, ինչպես եղավ Գերմանիան եւ այո ասի ես դա արել եմ եւ ներողություն խնդրի եւ ի վերջո որևէ մեկը Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններ չունի։ Պարզապես մենք իրավունք չունենք եւ ես այստեղ պիտի ցիտեմ Լեմկինի ինստիտուտի պարբերաբար հղումները որպես առաջի ցեղասպանություն, որ նշված է ուրեմն Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, որ չճանաչված եւ չդատապարտված ցանկացած ցեղասպանություն, դա մեծ դուռ է նոր ցեղասպանության համար։ Ինչպես մենք տեսանք Ղարաբաղում, եւ Ղարաբաղի ցեղասպանությունը կազմակերպած այս անհաջողը գնում է եւ ճառեր է ասում ցեղասպանության մասին։ Հետաքրիր է, եթե Ծիծեռնակաբերդում, ասենք, քար դրած լիներ, Խաչքար, տակը գրած լիներ Ստեփանակերտ, Հադրուտ, Մարդակերտ, Ասկերան, նա կհամարձակվեր ծաղիկ դնել։ Երևի ոչ, որտեղ միանգամից իրան զանգ կգար, իր տերը իրան կզանգեր, ասեր լսի, սենց բան չասես, սենց կասես, նենց կասես եւ նա այդ իր ղժղժան ձայնով էլի կսկսեր մեր ժողովրդի վրա մատ թափ տալ։ Այս խղճուկ անձը, այո, եթե մենք ուզում ենք խաղաղության մեջ ապրել, խաղաղություն ունենալ մեր հարևանների հետ, դա պետք է լինի փոխադարձ հարգանքի եւ արժանապատիվ հիմքի վրա եւ արժանապատվության հիմքի վրա որևէ մեկը Թուրքիայից որևէ տարածք չի պահանջում։ Մենք շատ եւ շատ խնդիրներ ունենք մեր ժողովրդի հետ, մեր հասարակության հետ։ Մենք պետք է վերջապես էլիտա ստեղծենք, իսկապես կրթված, խելացի մի էլիտա, ում սիրտը ցավում է իր ժողովրդի մասին։ Մենք ցավոք սրտի դա չկարողացանք ստեղծել տասնյակ տարիներ։ Սա է մեր խնդիրը, ոչ թե տարածք վերցնելը, ոչ ոք ոչ մի տարածք չի ուզում, մենք ուզում ենք խաղաղություն, արժանապատվության, փոխադարձ հարգանքի հիման վրա եւ դրա համար տարբեր չհաջողված լրագրողներ պետք է հեռանան, ոչ թե իրենց սեփական ժողովրդից մուռ հանեն իրենց սեփական ոչնչության համար։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանը նայում եմ, տեսնում եմ մարդկային հոսքը, մարդկանց հոսքը այստեղից գնում են այս պատուհանից դեպի Ծիծեռնակաբերդ, այո, մենք կանք, որ քանի դեռ կան մեր հիշողությունները եւ ես հավատում եմ, որ մի օր Թուրքիայում լինելու է այնպիսի քաղաքական ղեկավարություն, որ ինքն է նախաձեռնելու հայոց ցեղասպանության ճանաչումը եւ խնդրելու է ներողություն։ Շնորհակալ եմ։ Արտուր, այսքանը երևի այսօր։ Շնորհակալ եմ։